Ինչպես գնահատեք իրավիճակը, դուք ներսում էիք, ընդհանրապես ինչ ասեք։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտակից հայ, այ քրիստոնյա այսօր պետք է պաշտպանի մեր հայրաքելական Սուրբ եկեղեցին եւ նաեւ մեր վեհափառին, այն ինչ որ կատարվում է այսօրվա իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սա պարզապես անբարոյականություն է, որովհետև մեղքերի մեջ թաթախված մարդիկ, որովհետև իրենց ղեկավարության ժամանակ 7 տարվա ընթացքում ամեն տարի մենք ունեցել ենք ուրեմն ձախողվել է բանակցային գործընթացը, ունեցել ենք պարտություններ 2020 թվական, 21, 22, 23 ունեցել ենք ողբերգություն, որ Արցախը հայաթափվել է Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմի ժամանակ, 25-24 թվականին ունեցել ենք մեր շահերից չբխող սահմանազատում եւ սահմանագծում, տվել ենք մեր տիրապետության տակ գտնվող տարածքներ եւ ոչ մի բան չենք ստացել, 25 թվականին ունենք նախաստորագրված, նախաստորագրված ինչ-որ փաստաթուղթ, որտեղ որ որևիցե մեր շահ, առավել ևս մեր տարածքների, այն գերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, որոնք որ գտնվում են այսօր Ադրբեջանի բանտերում։ Հիմա ներողություն, այսօրվան եմ անդրանում։ Հիմա այդ մեղքերի մեջ թաթախված մարդիկ փորձում են եկեղեցում կարգ ու կանոն հաստատել։ Եկեղեցին ունի իր կանոնակարգը եւ եկեղեցին սահմանադրորեն ինքնուրույն է եւ եկեղեցին ինքը կարող է աշխատել, վերլուծել եւ եթե կա իր մեջ թերություններ, այդ թերությունները ինքը կարող է վերացնել։ Ոչ ոք իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կանոնակարգին։ Այսօր այստեղ բաժանված է երկու մասի, մի մասը կաթողիկոսի հրաժարականն էին պահանջում, մի մասը հակառակն էին փաստում, որ պետք է Գարեգին հրաժարական չտա։ Այս բաժանարար գծերը արդյոք իշխանությունների ձեռամբ չստեղծվեցին։ Այս բաժանարար գծերը ստեղծվել է իշխանության ձեռամբ։ Մենք միշտ հաղթանակներ, հաջողություններ ունեցել ենք միասնության շնորհիվ, ընդ որում հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ Արցախի առաջի ազատամարտի ժամանակ։ Հիմա այս իշխանությունը եկել է եւ բաժանել է, չեմ ուզում նորից կրկնել սևերի, սպիտակների, հների նորերի, հիմա էլ եկեղեցին է ուզում պառակտել, ըստ էության նա գտել է մարդկանց, որոնք որ դավաճանում են իրենց հոգևոր ծառայությանը, մասնագիտությանը, հոգևոր ծառայողների միասնականությանը, եկեղեցուն, վեհափառին։ Այդպիսի մարդիկ պետք է շուտ հեռանան եկեղեցուց։ Մենք բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին եւ սատարենք եկեղեցին։ Այսօր 10 եպիսկոպոսները, որոնք կաթողիկոսի հրաժարական էին պահանջում, եկան այստեղ իրենց պահանջը հնչեցրեցին եւ հեռացան։ Ըստ էության ինչ է կարծում նրանց այս հավաքը, այս օպերացիան վեհարանը ազատագրելու այդ օպերացիան արդյոք կարող ենք համարել, որ այս պահի դրությամբ ձախողված է եւ իր նպատակին չի հասնում։ Կարծում եմ, որ այդ եկեղեցականները ինքները պետք է նայեն իրենց գործունեությանը, իրենց անցյալին, իրենց մեջ փնտրեն բոլոր այն թերությունները, որոնք որ հնչեցվում են եկեղեցու նկատմամբ եւ իրենք իրավունք չունեն։ Իրենք պարզ ասած, գիտեք ինչ, ճնշումների ներքո, տարբեր ժողովրդի հասկանալու լեզվով ասած, կամպրամատների ազդեցության տակ իրենք գործունեություն են տավալում իրենց կաշին փրկելու համար։